Առաջինը դեռ նախորդ ավականու կազմի ժամանակ ներկայում գործող քաղաքապետը հայտարարեց, որ բանակցում են վզեբի հետ էլեկտրական ավտոբուսների հետ կապված, նաև դուք ձեր խոսքում ասեցիք, որ փուլում եք հասել, կոնկրետ հստակ եթե ունեք թե չէ, որովհետև իմ մոտ տպավորությունն է, որ ուղղակի ոչ մի փուլում էլեկտրականին չեն եկել, իմ առաջարկությունների շրջանակում լինելու է էլեկտրականը ու ոնց ձեռք բերեք նաև այդ, որովհետև այսօր ասեմ կառավարման նոր մշակույթ, դա կապացուցեն որն է առարկայական։ Այդ առաջի հարցը, ուզում եք պատասխանեք երկրորդ հարցն էլ տամ։ Զեբի գործընկերների հետ մենք անցած շաբաթ, եթե չեմ սխալվում, քննարկում ենք ունեցել եւ միասին էլի անջատվել։ Հա։ Մենք որոշակի քննարկում ունեցել ենք եւ գործընկերները նաեւ ներկայացրել են թե տրանսպորտի ոլորտում իրենց աջակցության հնարավոր ուղղությունները որոնք են դրանց թվում եղել է նաեւ էլեկտրական շարժակազմի ձեռքբերումը եւ պայմանավորվել ենք, որ արդեն հետագա կոնկրետ պահանջը ձևակերպելու եւ նամակագրության միջոցով ավելի կհստակեցնենք կոնկրետ կարիքները, իրենց կողմից է կհասկանան կոնկրետ ինչ աջակցության կարող ենք հավակնել։ Իսկ քաղաքապետը, որ 7 ամիս առաջ ամենանվազագույնը հայտարարում էր դեռ նախորդ նիստերի ժամանակ, դուք էլ ներկա եք, որ մենք բանակցում ենք 7 ամսվա մեջ ոչ մի արդյունք դեռ չենք արձանագրել, դուք թարմ հանդիպման մասին եք խոսում, իսկ իմ ասածը դեռ նվազագույնը 7 սխալ ասեցի, արդեն 10 ամսվա եւ ավելի հայտարարություն է, որը հնչել է հրապարակայնորեն, որ բանակցում ենք վզեբի հետ, իսկ 10 ամիսը կարծում եմ բավականաչափ ժամանակ էր որոշակի արդյունք գրանցեք։ Ինչի համար, որովհետեւ էլեկտրական շարժակազմը ինքնարժեքի վրա գոյացող կարևորագույն բաղադրիչներից մեկը կլինի իմ առաջարկություններից մեկում։ Այդ կապված ունեք պատասխան թե չէ, այսինքն 10 ամիս առաջ հայտարարված կամ ավելի շատ հայտարարված հայտարարությունը ինչ որ ընթացք ունեցել է թե ոչ։ Պարոն Մանուկյան, ես հիմա անկեղծ ասեմ չեմ կարող հստակ մտաբերել այդ ձեր ասած ժամկետների մասով հաստատել կամ հերքել, բայց եթե դա կոնկրետ այսօրվա գնագոյացման վրա արտահայտվելու մասով ենք խոսում, բնականաբար այսօր մենք օրինակ չունենք 18 մետրանոց ոչ էլեկտրական շարժակազմ, որը թանկ է նստում գնագոյացման առումով, որպեսզի քննարկենք, որ իսկ ինչ լավ կլիներ, որ ավելի արագ գնային բանակցությունները, որպեսզի այդ փոխարինումը տեղի ունենար։ Այսօր մենք ունենք 86 մետրանոց եւ 12 մետրանոց ավտոբուսներ, որոնք ամեն դեպքում էլեկտրականով փոխարինելու պլաններ առնվազն կարճաժամկետ չունենք, որտեղ դրանք համեմատաբար նոր ձեռքբերված շարժակազմ է։ Այսինքն այսօր մենք չունենք իրավիճակ, որ 18 մետրանոց ավտոբուսները ինչ որ բացակ չունենք ոչ էլեկտրական, որ դա էլ վատ անդրադառնա գնագոյացման առումով։ Շնորհակալություն, հիմա եւ հայտարարություն եւ առաջարկությունները, սիրելի երևանցիներ, նախ դիմում եմ ձեզ եւ ասում եմ, որ մենք պայքարելու ենք, որ 100 դրամը պիտի մնա 100 դրամ եւ գինը չփակելու ինքնարժեքը բնականաբար չի փակելու, պարոն Գրիգորյան, ես ընդունում եմ, որ 100 դրամը չի փակում այսօրվա իրական պատկերը, բայց գործող իշխանությունը պարտավոր է իր ապարքեվավճարներից իրան հզոր տա կներեք արտահայտությանս համար մի քիչ կրճատի ու ժողովրդի բեռը թոթափի, երկրորդը որ կա գույքարկը 26 թվականին հասնում է աստղաբաշխական մակարդակի եւ այս պարագայում նույնպես ուղղվի այդ սոցիալապես այդ շերտի խնդիրները լուծելուն, հաջորդ կետը որ կա շատ ողջունելի էր, որ քաղաքապետը հայտարարում էր, որ քաղաքի սեփական եկամուտները ինչ մեծ տոկոսներով աճար է, պետք է ուղղվի այդ ուղղությամբ, թաղապետերին հատկացվող անհասկանալի ծախսերը, որ թաղապետը օրինակի համար գրում չի կարողանում հիմնավորել, թե ինչ արել հրատապ խնդիրների լուծման ծախսերը, ընթացիկ ասֆալտապատման խնդիրները կամ 3 տարի մի նույն ընկերությունը հրատապ խնդիրները լուծում, այդ գումարները պետք է կրճատվի ուղղվի այդ ուղղությամբ։ Հիմա առաջարկությունները, որոնք որ կան, առաջինը որ կա, ես պահանջում եմ, որպեսզի ներկայացվի ինչպես է ինքնարժեքը ձևավորվում ձեր մոտ, սկսած հեղուկ վառելիքի ինչ գնով է ձեռք բերվում, գազն է, եթե չեմ սխալվում, սեղմված գազը, ինչ ձևով, երկրորդը կարծում եմ, պետք է աուդիտ հրավիրվի եւ ուսումնասիրվի այդ ՓԲ-ն, եթե ճիշտ եմ գիտեմ, ՓԲ-ը այդ ընկերությունը, որը տրանսպորտի խնդիրները լուծում է եւ մենք համոզվենք ինքնարժեքը որքան է, այսինքն օդի մեջ չասեն, գիտեք ինչ կա 100 դրամա կամ 50 դրամա, մյուսը, ես կներեք երկրորդ հարցը որ պիտի տա տվեցի հարցս ինչն էր, այսինքն այսօր ինչքան է բաց մնում, ընդունենք ինքը ինչքանն է ամեն տարի քաղաքապետարանը որքան սուբսիդիա տրամադրում այդ ավտոբուս ՓԲ-ին, եթե ճիշտ գիտեմ այդ ընկերության անունը, էդի խնդրում եմ վերջում ասեք ինձ, որովհետև ես հերթականությամբ գնամ էլի
Հաջորդ խնդիրը որ կա, սիրելի երևանցիներ, քաղաքային ոչ միայն քաղաքային իշխանությունը, այլ գործող իշխանությունը պարտավոր է իր շռայլ ծախսերից ու այն կոռուպցիոն դրսևորումները, որոնք ամեն օր հմեկով մենք տեսնում ենք, որ պետական որ հիմնարկում ինչա տեղի ունենում, պիտի ուշադիր լինեն, կրճատեն եւ ձեր բեռը իրանք պարտավոր են լուծել։ Հաջորդ խնդիրը որ կա, գնա գոյացման համար կարևորագույն կետը ինքնարժեքն ու այդ հեղուկ վառելիքն է։ Իսկ էլեկտրական ավտոբուսները ունենալու համար, պարոն Գրիգորյան, այդ որ ասում նոր մշակույթ առաջարկում եմ ինչ ֆյուչերսով Երևան քաղաքը ունի BB+ կամ ավելի բարձր վարկանիշ։ Ինչու՞ չեք մտածում թողարկել կանաչ պարտատոմսեր, վստահ եմ, որ մի մասը կարող է իմ ասածը չհասկանան, բայց կարծում եմ դուք հասկանում եք ինչ եմ ասում, եւ կանաչ պարտատոմսերի աշվին ձեռք բերել էլեկտրական ավտոբուսները, եւ այդ էլեկտրական ավտոբուսները առարկայական կնվազեցնեն ինքնարժեքը եւ կբերի նրան, որ ժողովրդի համար կմնա էլի 100 դրամ։ Այդ կառավարման նոր մոդելը, որը ես ձեզ առաջարկում եմ ու կարող եք։ Եթե չեք կարող, ես ձեզ կարող եմ օգնել, չեք նկատի չունեմ անձամբ ձեզ, այսինքն երևույթ է, եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, ես պատրաստ եմ անել։ Հաջորդը որպես այդպեսին ես ուզում եմ հասկանալ, էլի պրոստը իմ համար ու նաև առաջարկություն։ Դուք օրինակի համար ուսումնասիրել եք, դա նաև հաջորդի ներկայացման մեջ ժողովրդի վրա նվազագույն զամբյուղի։ Այսօր օրինակ ժողովրդի հետ շփվում եմ, հանդիպել եմ հավաքարներից տիկին Լալային, ով ունի 4 երեխա։ Հիմա վստահ եմ ինքը ինձ նայում էր, էլի։ Ինձ ասում է Բալաջան, իմ աշխատավարձը 120,000 դրամ է։ Իմ ընտանիքի, իմ եւ 3 երեխաների տրանսպորտի ծախսի վրա դա բեռ է լինում մոտարապես 40-ից 50,000 դրամ։ Մենք ո՞նց ապրենք։ Այսինքն ինչի համար եմ ասում, գործող այս պայն դուք եք քաղաքային իշխանության ներկայացուցիչը, դուք հաշվարկել եք, թե օրինակի համար խեղճ ու կրակ ժողովրդի վրա ինչ բեռ եք դուք բերում։ Այսօր պարզ ասում եմ, այսօր իմ նախորդ կարմիր գծերի ժամանակ ասում եմ արժանապատիվ տրանսպորտ, ժողովուրդ, այսօր բեռնա փոխադրում է, այս ներողություն եմ խնդրում։ Նստում ես այդ ավտոբուսները խցկված, այդ նույն տիկին Լալայի հետ որ խոսում էի, պարկոնքի աշխատող Գևորգը մոտիկացավ, ասում է ոնց որ մենք դառնանք բան, այն բուրգեր դառնանք, ասած իրա սղմված գնում գալիս ենք, ասում է, տենց կարելի է։ Ասում եմ, տես կարելի է մենք գանք, ասում եմ, մեր արժանապատվությանն է կպնում այդ ամեն ինչ, ասում եմ, ամեն օր այդ վիճակով գնալ, ինչի համար եմ ասում, մենք մարդկանց չենք բերել, չենք հրամցրել արժանապատիվ տրանսպորտ, դիմաց ասում ենք, դու պետք է ավելի շատ թանկ վճարես, 100 դրամի դիմաց այդ մարդը ասենք դա վճարեց 2000 դրամ, իր կյանքում ինչ է փոխվելու, նույն ձևով խցկված գնալու է, իսկ իմ առաջարկությունների շարունակություն, այսինքն հերթականջան թվեմ, աուդիտ, որ մենք հասկանանք գինն ինչքան է, 1 ձևավորում, ինչքան գումար եք դուք տալիս է 2, կրճատման ու ֆինանսների միջոցներ ուղիղ ցույց եմ տալիս որտեղից։ Գույքարկը թանկացնում է, գույքարկի հիմնական բեռնե թանկարման կենտրոնում ձեր ասած հարուստներն են վճարում էդի, հարուստներից վերցում վերաբաշխում եք այդ սեգմենտին ու պարտավոր եք դուք դա անել։ Դուք էլի եմ ասում, ձեզ անձնապես նկատի չունեմ, ձեր քաղաքական թիմին նկատի ունեմ, որ պարտավոր եք այս մարդկանց վրա լրացուցիչ բեռ չստեղծել։ Հաջորդ խնդիրը որ կա, որտեղից այդ գումարը որ բերեք, պետությունը թող սուբսիդավորի կավարտեմ թող լինի սահմանափակումը ու ամենակարևորը էլի եմ ասում ինքնարժեքն ենք որոշում առաջարկեցի էլեկտրական տրանսպորտը որտեղից գումարը հայթայթեք եթե չեք կարողանում հայթայթել գումարների միջոցը ուղիղ ցույց տվեցի որտեղ ու նորից եմ կրկնում մարդկանց վրա այդ բեռը բերելը ոչ մի բարոյական սահմանի մեջ չի տեղավորում ու նաև ներողություն եմ խնդրում ասեմ ձեր քաղաքական վերնախավը որպես այդպեսին կա մի մասը վստահությամբ ոչ թե ասում էր տրանսպորտը գազելը լավ կամ վատ մի քիչ ավելի հետ գնանք 90-ականներին էլ ռաֆերներ եկեք ասենք գիտեք ինչ կա ռաֆից հետո ձեզ ման ենք հրամցնում ավելի լավ մեկը սիրում ենք 30 տարին պնդել 30 տարի առաջ ռաֆեր կամ ուազեր օրինակի համար այդ օրինակները կարող ենք մենք բերել բայց տեղին չի ժողովուրդ է սպարագայում Պարոն Մանուկյան կարծում եմ չեք կարծում ու պետք է ավարտեմ իմ միտքը իմ միջև արագացնենք էլի շատ արագ ես ասի ես իմ առաջարկությունների պատասխանները իմ կամ արձագանք չեմ ակնկալում ես ներկայացրեցի ինչ ու ինչ ձևի պիտի լուծվի այդ հարցը ամբողջությամբ այսինքն պետությունը պարտավոր է սուբսիդավորել ու այդ 100 դրամը չպիտի բարձրանա Այդ 100 դրամը չպիտի բարձրանա, այս նորից եմ կրկնում։ Ընդունում եմ, որ 100 դրամը իր ինքնարժեքը կարող է չփակի, բայց դրա բարոյական իրավունքը ոչ մեկ չունի։ Այն ժամանակ էլ որ ասում են 150 պետք է դառնա, ոչ մեկ չէր ասում գազել կամ մյուս, ասում էր 50 դրամը կես հացի գումար է։ Իսկ այսօր 300 դրամը մեկ ամբողջական հացի գումար է կամ ավելի շատ։ Ներողություն իմ էմոցիոնալ ելույթի համար։